Վերադարձանք տաղավար եւ վերջապես մեր տաղավարումը մեր սիրելի Մալխաս Ամոյանը, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արդեն քառակի չեմպիոն, մարդ, ով Եվրոպայի առաջնությունում ոչ միայն փայլեց որպես մարզիկ, եւ մենք նախորդ շաբաթ դեռ խոսել ենք այս թեմայի մասին, այլ նաեւ որպես մարդ։ Իհարկե մեր համար դա զարմանալի չէր, բայց միջազգային հանրությունը այսպես անասելի արագությամբ սկսեց տարածել եւ գրեթե բոլոր սպորտային եւ ոչ սպորտային հարթակներում կարելի էր հանդիպել թե այդ տեսանյութը, թե այդ լուսանկարները։ Իսկ հիմա մենք արդեն Մալխասին հյուրընկալել ենք։ Բարի լույս։ Բարի լույս։ Նախ արի հասկանանք, թե ինչեր մարդիկ ցնցվե, որ դու այդպես Զոյիձեն հետո մոտեցար եւ նրան սփոփացիր։ Քո կողմից դա լրիվ նորմալ վերաբերմունք է, չէ՞։ Այո, քանի որ մենք գորգի մեջ մրցակից ենք, իսկ գորգից դուրս ընկերություն ենք անում, մեկս մյուսի հետ շփվում, դրա համար մի հարգանքը պարտադիր է մեկս մյուսի նկատմամբ եւ պետք է։ Հա, բայց քո պարագայում շատ ցայտուն էր այդ հարգանքը իսկապես։ Ոչ, տես դու ասում ես եւ ես օրինակ ես գիտեմ, որ ընդհանուր ըմբշամարտիկների մոտ այդպես է մեծ ընտանիք է, բայց ոչ միշտ է այդպես ցավոք սրտի լինում։ Այո, քանի որ ես նաև երևի նրա ինձ այդ ջերմությունը, քանի որ ես նրա հետ ընկերություն եմ անում։ Այսինքն անձամբ ճանաչում ես, այո, ճանաչում ենք մեկս մյուսին, անգամ խոսում, հեռախոսով մի շուտ-շուտ չէ, բայց ընդհանրապես զրուցում ենք։ Այո, կապ կա, դրա համար երևի մի քիչ ավելի ջերմորեն դա ամեն ինչը ստացվեց։ Դե բարև ենք Զոյիձեն, մենք եթերից։ Բարև։ Գամարջոբա, որ ասում բարև չի հասկանում։ Հա չես կհասկանա բարև արդեն Մալխասը։ Քանի դեռ այդ ընկերական շփումներից խոսեցիք, հարցազրույցներից մեկում նշել եք, որ Հայկ Մնացականյանի հետ եւս ընկերներ եք ու կիսաեզրափակչում դուք մրցում եք Հայկի հետ եւ հաղթեցիք։ Այ հետաքրքիր է ամեն ինչում, ինչպես եք փորձում հաղթահարել այդ էմոցիաները եւ ոնց է տրվում այդպիսի մարտերը։ Այո, Հայկն էլ իմ ընկերն է, ասեմ մենք միասին մարզվել ենք, կարելի ասել գիտենք մեկս մյուսի ուժեր, թե թույլ կողմերը եւ էլ ավելի բարդ պետք է ստացվեր գոտե մարտը մեզ համար այդ բանը մի փոքր բարդ է տրամադրվել է, որտեվ որ ավելի շատ գիտես մրցակցից այդ ամեն ինչը բարդ է ստացվում, փորձեցի տրամադրվել եւ այդ բանը ով լավ զգա իրան, ով լավ մարզավիճակում լինի կհաղթի, այո։ Փաստորեն ունեցել ես բավականին դժվար երկու հանդիպում, կիսաեզրափակիչը եւ եզրափակիչը։ Միջև այդ կարծես թե ամեն ինչ ավելի հեշտ էր, թե դա մեզ է միայն թվում։ Ոչ, մեկ քառ եզրափակիչում էլ ես հանդիպեցի Մոլդովայի իմբիշին, որը 23 տարեկանների մեկ քաշային կարգ բարձր, 82 կիլոգրամ քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոնն էր, որը որ էլի լավ իմբիշ է, որը հետագայում էլի կարող է վտանգավոր լինել մեզ համար։ Սակայն ես չէի մտածի, որ նաև որ նա Հայկին կհաղթի բրոնզի համար, բայց սա սպորտ է եւ ամեն ինչը կարող է պատահել։ Բոլորը պատրաստվում են։ Ամենադժվարը որն էր՝ կիսաեզրափակիչը, մեկ քառորդը թե եզրափակիչը քեզ համար։ Մեկ կիսաեզրափակիչը ինձ համար, Հայկի հետի գոտե մարտը։ Միջև Զարան իր հարցը տա, Էդմոնդ Նազարյանը ինչու չկար։ Էդմոնդ Նազարյանը վնասվածք ուներ, հիմա փորձում է վերականգնվել արդեն, այսօր նաև մարզվել ենք իրար հետ։ Ինքն էլ է այստեղ։ Ինքն էլ է այստեղ, այո, Հայաստանում է։ Ինչ ես հասցրել առավոտյան անել դու, կարող եք յուրաքանչյուր այդ հարցը ձեզ տալ, փաստորեն Մալխասը արդեն հասցրել է մարզվել Էդմոնի հետ, Արման Ծառուկյանի հետ։ Այո, բոլորս միասին, բոլոր մեր ըմբիշներով հավաքվում ենք միտեղ։ Էդմոնը Հայաստանում է։ Այո, այս պայն Հայաստանում է։ Եվ դե առողջություն մաղթենք Էդմոնին եւ մնացած բոլորին, Զարա խնդրում։ Այո, եւ խոսեցինք գոտեմարտերի մասին, այ անհաշվելի թվով գոտեմարտեր եք ունեցել, հետաքրքիր է կա մեկը, որը կառանձնացնեք, ուղղակի մի գոտեմարտ, որը կցանկանաք առանձնացնել։ Թող Մալխասը ասի, հետո ես ասեմ իմ տարբերակը Մալխասի գոտեմարտներից սպասված ընդհանուր իմ սպորտային, որը սպորտային, այո։ Ամենաշատ հիշված է նա իմ կարծիքով բոլորի համար դա կլինի, որ վերջի վայրկյանին Սերբ իմբիշի հետ այդ քննարկը կատարեցի։ Նախավերջի Եվրոպայի առաջնության եզրափակիչը։ Այո, այդտեղ դարձա Եվրոպայի կրկնակի հաղթող
2023 թվականին։ Նախանախավերջին։ Այո, որը որ ինձ համար իրոք անսպասելի էր, ես կյանքում այդ հնարքը չէի արել եւ այդ պահին չգիտեմ ոնց ստացվեց եւ վերջի 10 վայրկյաններ կարծեմ։ Այո, 10 վայրկյաններ վերջ։ Եվ կարողացա հնարքը կատարել եւ հաղթել եւ այդ ամեն ինչից ավելի ադրենալին տվեց, քան որ սկզբից հաղթում ես։ Իմ տարբերակն է, իմ ռեյտինգում էլ է դա։ Մալխասը հենց այո, հենց այդ ամենա իհարկե տխուրներից մեկը օլիմպիադան էր, որտեղ որ Մալխասը ես համոզված էի եւ ինքն էր համոզված որ կհաղթի, բայց արի ուտես որ վերջի վարքյանին կոնցենտրացիան կորցնելու պատճառով, բայց դա մեծ դաս եղավ փաստորեն։ Շատ մեծ դաս եղավ, բոլոր մարզիկներն էլ ցանկանում են օլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճել, բայց այսօր երևի արժանում ենք նրան, ինչին որ պատրաստ ենք այդ պահին, ինչքան որ մարզվել ենք, ես այդպես եմ նայում։ Այդ պահին երևի ճապոնացի իմբիշներ արժանի եւ նա էլ հաղթեց։ Ինչու՞մն է ֆենոմենը ճապոնացի իմբիշների։ Իրոք Ճապոնիայի հավաքական այս պահին ուժեղագույններից մեկն է։ Հռոմեականը ոչ այդքան, բայց ազատ ոճում հունարոմեականը 2 օլիմպիական հաղթող տվեցին։ Բայց ուզում ասեմ, բայց ազատ ոճում էլ ավելի ուժեղ են, չէ՞։ Ազատ ոճում էլ ավելի, այո, կարծեմ 3 ունեցան այնտեղ։ 2 ոսկե ազատում, 2 հունարոմեականում, ուղղակի ազատում այնտեղ ունեցան նաև արծաթ։ Ինչու՞մն է ֆենոմենը։ Ջյուդոից են գնացել, թե Չէ, ունակ հունարոմեականում իրանք օրինակ իրանց պարապմունքները որ նայում ենք, հիմնականում շատ սումոյի պարապմունքներ են անում, սումոյիստների հետ, եւ դա էլ է նպաստում կամ չգիտեմ իրենց մարզումների ձևը կամ որ չեն մարզվել իրանց հետ չեմ կարող այս բանին ասել, բայց մի բան կլինի էլի իրանց Ինձ մի բան այսպես մի քիչ զարմացրեց, որպես նաև ինչ որ առումով այս ամեն ինչի երկրպագու նայող, հա, հարցազրույցի ժամանակ դուք նշեցիք, որ գնալով հաղթելը ավելի բարդ է դառնում, խոսքը վերջին արդեն քառակի չեմպիոնի կարգավիճակում, ինձ համար սա մի քիչ զարմանալի էր, ինձ հանկարծակի եկա, հետաքրքիր է, որովհետև մտածում ենք, որ ավելի հեշտ է դառնում հաղթելը, համենայն դեպս ոչ պրոֆեսիոնալ այսպես իմ տեսանկյունից սպորտի մասով, ինչու է ավելի բարդ դառնում։ Ասեմ, առաջ անգամ որ հաղթում ես, այդ պահին չես հասկանում, որ հաղթեցիր, ինքնից շատ հեշտ է թվում, բայց հետո որ արդեն պահում ես, բոլոր մարզիկները քեզ դեմ ուժ ձև են տրամադրվում, այն ամենաթույլից սկսած քեզ ուզում է հոգնածնի, ուզում է հնար կանի, ու այդ պահին լարվածությունդ էլ ավելի է մեծանում, պատասխանատվությունդ մեծանում, որ արդեն հաղթել ես, չես ուզում պարտվել։ Այդ իսկ պատճառով ավելի բարդ է տրվում ինձ ու ես իմ վրա ինքս անձամբ զգացել եմ ամեն Եվրոպան գնալով ինձ համար էլ ավելի ծանր է եղել։ Ամենահերթական։ Այո։ Հետո խնդիրը նրան է, որ այստեղ մաթեմատիկական գործոն է գոյություն ունես, դու արդեն քառակի անգամ դարձել ես եւ չէ որ պարտությունն էլ պետք է ուշ թե շուտ լինի։ Անպարտելի մարզիկներ չեն լինի, անգամ կարելիներ պարտելի վերջի օլիմպիադային։ Ուզում եմ ասեմ, որ դա էլ է, ինչքան դու շատ հաղթում ես, այդքան այդ պահը գալիս է։ Հուսանք, որ այդ պարտությունները պարապմունքների ժամանակ կլինեն, իսկ հաղթանակները ուղղակի երկրպագու ավելի ինքնավստահ ենք նստում եւ դիտում։ Դե որ ասում որ դե մեր քառակի ուրեմն կդառնան։ Այո, բայց հետաքրքիր էր այդ տեսանկյունից։ Մալխաս, բացի քեզանից մեր հավաքականը ցավոք սրտի այնպես չմասնակցեց, ինչպես մենք երկրպագուներս ցանկանում ենք եւ երազում ենք։ Ինչու մեր խնդիրը։ Ինչու Կարեն Ասլանյան չկարողացավ հաղթել, Արտուրի մասն եմ չեմ ասում, ինչ լավ չեք պատրաստված։ Չէ, բոլորս լավ պատրաստվել ենք, լավ հավաքներ էինք անցել, Արտուրը վնասվածք է ստացել ունքի հատվածում եւ համարյա մոտ 1 ամիս գորգի վրա դուրս չէր եկել, վերջին 2-3 անգամ է գորգ բարձրացել եւ մրցումների մեկն էլ Կարեն Ասլանյանը իրոք սպասում ենք, որ եզրափակիչ։ Այո, էներգիայով եկել էր 2-3 տարի է երևի նրան չէր ստացվում որ ասպարեզ գար, բայց եկավ եւ ապացուցեց, որ ուժեղագույններից այդ քաշային կարգում եւ սպասում է ես ոսկե մեդալ, ուղղակի այդ եզրափակիչ գոտեմարտում մի փոքր sense թերություն մեկ սխալ եւ ճակատագրական, ինչպես նաեւ այդ 4 միավորանոց գծումը, որը որ նայում ենք այսօր, այնտեղ
գոտկատեղից ներքև է ստացվում, որը որ հաշվում են։ Դե այո, այդ բռնվածքը որ վերցրեցին, հետո միևնույն է նայեցին դատավորները եւ էլի նորից ու նորից այդ խնդիրը ունեցան։ Որովհետեւ այնտեղ մրցավարական շտաբն էլ 3 որոշիչ մարդ կա, այնտեղ որ չելենջը կարողանում են նայել, որից մեկը թուրք է։ Հա, եւ նորից մենք իսկ 2-0-ի դեպքում կարծիքով Կարենի մոտ այլ ելք կունենար, այլ ավելի հոգեբանորեն կարողանար այդ միավորները հետ բերել, իսկ 7-0-ն արդեն ուժեղ մրցակցից իրոք թուրք ըմբիշն էլ լավ ուժեղ մրցակից էր։ Դժվար, այո, եւ բարդ կլներ նրանից այդքան միավոր հետ բերելը։ Մենք երբ կարող ենք ունենալ, չնայած այս հարցը քեզ չպետք է տամ, բայց ամենայն դեպս այդ հարցը տիեզերք ուղարկենք։ Երբ կարող ենք մենք ունենալ այդ մրցավարական կազմում մեր մարդկանց, որոնք որ օրերից մի օր մեզ է օգնեն մեկ-մեկ։ Ունենք Հայաստանում ուժեղ մրցավարներ, արդեն ժամանակի ընթացքում ինձ թվում է պետք է որ այնտեղ որտեղ որ որոշումներ են կայացնում։ Պետք է որ։ Որտեղ չմոռանանք որ շատ դեպք է Արտուր Ալեքսանյանին օլիմպիադայում, Միհրանին օլիմպիադայում մի քանի տենց վառ դեպքեր եղել է, որ երբ որ դա Սլավիկին Գալստյան, Սլավիկին, այո, Տուշեն, որ չհաշվեցին, հետո չհաշվեցին։ Այսօր նա կարող է լինել օլիմպիական հաղթող։ Այո, կարող է դառնալ օլիմպիական չեմպիոն, իսկ այդ մարդուն զրկեցին այդ ոսկե մեդալից։ Մրցումները, որոնք որ անցկացվել են, արդեն անցյալում են եւ փաստորեն հաջորդ օրվանից հաջորդ մրցումներին եք սկսում պատրաստվել, ինչ կա արժևում։ Արժևում ունենք հավաքներ, որից հետո երևի մրցաշարի կմասնակցենք միջազգային եւ սեպտեմբերի, այո, 15-ից 23-ը կկայանա աշխարհի առաջնությունը Խորվաթիայում։ Նորից Խորվաթիա։ Այո, կպատրաստվենք այնտեղ։ Այնպես երկրներ են անում, որ ռուս կարողանան մասնակցել։ Այդ հարցը ուզում էի տալ, դու ինքդ բարձրացրեցիր։ Երբ որ ռուս ըմբիշները չկան, կարծես թե ավելի թեթև ենք մենք մեզ զգում, մենք երկրպագուները։ Դուք սպորտսմեն եք, ինչպես եք վերաբերվում։ Ուզում եք որ նրանք լինեն ձեր այդ նույն գոտի վրա, թե ուզում եք ավելի հեշտ հաղթել։ Չէ, ես անձամբ ուզում եմ, իսկ նա բոլորն են ուզում, քանի որ նրանք են մարզվում, նրանք են պատրաստվում, ի վերջո մեծանում են, չեն կարող ամբողջ կյանքը մարզվել, մենք ենք մարզվում, մենք գիտենք դա ինչ է, եւ ես անձամբ ուզում եմ մասնակցել, քանի որ կարողանաս լիարժեք հաղթող ճանաչվել, հետո չասեն ռուս ըմբիշները չկային, դուք հաղթող ու եղել է այդպես, առաջին Եվրոպայի ժամանակ որ հաղթեցի, ռուս ըմբիշները չեն մասնակցել, իսկ վերջին Եվրոպայի առաջներին մասնակցել են, եւ ես միայն ուրախ եմ, որ մասնակցում են, որ լիարժեք կարողանաս քեզ համարել Եվրոպայի հաղթող։ Այ նշեցիք արժևում աշխարհի առաջնությունն է, այսպես ասած, այ հետաքրքիր է ոնց եք մոտիվացում, իհարկե հաղթանակը դա գլխավոր մոտիվացիան է, բայց կողքից ինչ այլ մոտիվացիաներ կան։ Հավատս, ինչպես նաև կարգապահություն ամենաուժեղ մոտիվացիան է, իսկ մնացածը մնում է մարզվես, ճիշտ մարզվես եւ ամեն ինչ կստացվի։ Իսկ ինչ խորհուրդ կա, որ կարող ենք տալ սկսնակ մարզիկներին։ Առաջինը լինեն կարգապահ, լինեն աշխատասեր, կարողանան իրանք իրենց վրա աշխատել։ Եթե նրանք չկարողանան աշխատասեր լինեն, ինձ թվում է ինչքան է ասես, դժվար է եւ բարդ կլինի։ Ավելի լավ է իրանք ուրիշ մասնագիտություն ընտրեն, լինեն աշխատասեր եւ լսեն իրենց մարզիչներին, ինձ թվում է ամեն ինչ կստացվի։ Մնացածը արդեն կախված է, թե նրանք ոնց կմոտենան, ոնց կվերաբերվեն իրենց սպորտաձևին։ Մալխաս ջան, Արման Ծառուկյանի հետ մի քանի օր առաջ հարցազրույց էի վերցնում եւ գիտեմ, որ դուք շփվում եք եւ ընկերներ եք։ Ինչ ես մտածում քո կարիերան ավարտելուց հետո, ինչի մասին ես մտածում, օրինակ կարող եք ես տեսնենք MMA-ում, UFC-ում, թե որպես մարզիչ ես ուզում, որտեղ Արմանը Ծառուկյան ասաց, որ առհասարակ այն սպորտսմեններին, որոնք որ իրենց գործում շատ լավ են, այսինքն Եվրոպայի չեմպիոններ են, աշխարհի չեմպիոններ են, օլիմպիական չեմպիոններ են կամ օլիմպիական մեդալակիրներ են, խորհուրդ չի տալի գալ
անցնել UFC եւ MMA։ Ինչ ես դու մտածում։ Ես էլ եմ այդ ուղղությամբ մտածել եւ հասկանում եմ, որ այո, պետք է կարողանաս քո սպորտաձևով առաջ գնալ, իսկ MMA փոխել ընդհանրապես չեմ մտածել, մտածելուց էլ, եթե մտածեի, իրոք ուշ է մեզ համար, պետք է կարողանաս փոքրուց մարզվել, հիմնվել մի սպորտաձևի վրա, որ կարողանաս այդ սպորտաձևում կարողանաս լիարժեք հաջողության հասնել, իսկ մեզնից դու այդ ամեն օր մարզումներ, տանջանք, դրանից դու արդեն մեծանում ենք, դրանից դու էլի մտնենք նոր սպորտաձև, ինձ թվում է շատ բարդ կլինի եւ ինչպես նաեւ կարող վտանգավոր լինի մեզ համար։ Իսկ ինչ է մարզիչ որպես քեզ պատկերացնում ես։ Մարզիչ այս պայն դեռ չէ, քանի որ մարզվում եմ, բայց չգիտեմ, մեր փորձով ինչքան հնարավոր է կարողանանք օգնել գալող սերունդին, որ նրանք էլ կարողանան մեր դրոշը բարձր պահեն տարբեր մրցավայրերում, տարբեր երկրներում։ Գալող սերունդի մասին ինչ կարող ես ասել։ Այդ Արտուրը որ գնա, դու մի 5-10 տարուց, հա։ 10 տարուց։ 10 տարուց։ Երկու օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո, այո, ինչ ես մտածում, ունենք։ Ունենք, այո, լավ մարզիկներ, որը հետագայում կլրացնեն մեր բորդորքաշային կարգերում, ովքեր որ արդեն սպորտամշամարտով չզբաղվեն, ունենք լավ սերունդ, որը որ հետագայում արդեն լավ կլինի, ինձ թվում է։ Մնում է իրանք իմ ասածները բան անեն էլի, լսեն եւ չթուլացնեն տեմպերը։ Դե հիմա եթե ձեր հետ մարզվում են, ինձ թվում է ամեն ինչ վառ օրինակ որպես տեսնում են, խնդիրը նրանում է, որ ցավոք սրտի մենք այդպիսի հաջողություններ, ինչպես դուք ունեք երիտասարդ ժամանակ, կարծես թե այս պահին չունենք երիտասարդ ըմբիշներից։ Ունենք, կան ըմբիշներ, բայց այո, մենք էլ մեր մեծերից ենք օրինակ վերցրել, նրանց հետ մարզվել, տեսել թե իրանք ինչ ոնց են մարզվում, փորձել նրանց նմանվել եւ այսօր ունենք այն, ինչ ունենք, ինձ թվում է լավ կլինի հետագայում, հուսանք, որ լավ կլինի։ Հուսանք, որ լավ կլինի։ Շնորհակալություն։ Այսօր էլի մարզում ունենալու ես, թե այսօր էլ հանգստանում ես։ Այսօր չէ, նոր եմ սկսել մարզումներս։ Այսօր չէ, բայց ընթացքում արդեն կավելացնենք։ Դե ինչ, մաղթում ենք Մալխասին հաջողություններ այս տարի կրկնակի աշխարհի չեմպիոն դառնալ։ Սա շատ կարևոր է մեզ համար եւ եթե մեզ համար է կարևոր, պատկերացրեք Մալխասի համար ինչքան է կարևոր։ Բարևներ մեծ Ամոյանին եւ ինչ շատ շնորհակալություն որ դու կաս մեր ազգի պատմության մեջ, եզդի ազգի պատմության մեջ եւ իսկապես Մալխասի նման տղաներով մենք բարձրանում ենք եւ ոչ միայն որպես մարզիկ, այլ նաեւ որպես կամ առաջին հերթին որպես մարդ եւ մարզիկ արդեն։ Շատ շնորհակալություն։ Ձեզ էլ եմ շնորհակալ հրավերի համար, շնորհակալ եմ շատ։ Ահա, Մալխաս Ամոյանն էր, քառակի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն եւ օլիմպիական բրոնզե մեդալակիր, մեր տաղավարում իսկ հիմա մեր տաղավարում ինչ է։ Գովազդ է մեր տաղավարում, գնանք դիտենք գովազդ, վերադառնանք, դեռ կեսօր չկա, դեռ միասին ենք լինելու։ Գովազդ Շանթի եթերում։